գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Ընդեղ է չէ խփի, հա, հեն է։ Էս է, սենց։ Լավա դեմա ավտո չի եղել։ Հրազդան բկը չէ, հրազդան բկը ընտար է։ Մի վիրավոր չէ, մի վիրավոր։ Մայիսի 8-ն է, Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում Mercedes Magnus-ի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելու գոտուց, բախվել հողաթմբին, ապա առաջ ընթացել եւ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են ասել քաղաքացիները, Եվս քաղաքացիների հայտնացի օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների երթափախումբը տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վարորդը հիվանդանոց տեղափոխվելիս հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատիրյանի գլխավորությամբ։ Ահա տեսնում եք այստեղ է բախվել հողաթմբին ու քարին, այնուհետև կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում կողաշրջված վիճակում։ Դեպքի մասին բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից տեղեկություններով արդեն հիվանդանոց է մեկնել քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։